Գոյամարտ սերիալում իրադարձությունները հասել են մի կետի, որտեղ յուրաքանչյուր գիծ բախվում է մյուսին և ամեն ինչ միաժամանակ փլվում ու կառուցվում է նորից։ Սա արդեն այն փուլն է, որտեղ ոչ մի հարաբերություն կայուն չէ, ոչ մի ճշմարտություն վերջնական չէ և ոչ մի սեր ապահով չէ։ Գրիշոյի կողմից Մանանին սիրո խոստովանությունը դառնում է սերիալի ամենահուզիչ և միաժամանակ ամենացավոտ պահերից մեկը։ Նա, ով երկար ժամանակ ներկայացվում էր որպես կոշտ, վտանգավոր ու անզիջում մարդ, վերջապես բացվում է։ Նրա խոսքերը գալիս են ոչ թե հաշվարկից, այլ սրտից։ Նա խոստովանում է, որ այլևս չի կարող առանց Մանանի, որ նրա համար ամեն ինչ փոխվել է։ Բայց հենց այստեղ է ողբերգությունը։ Մանանն էլ անտարբեր չէ։ Նա զգում է, որ Գրիշոն փոխվել է, որ նրա մեջ կա անկեղծություն, բայց այդ զգացմունքները բախվում են դաժան իրականությանը։ Նրա եղբորը հենց Գրիշոն է կրակել, իսկ նրա հորը սպանել է Գրիշոյի հայրը՝ Հունանը։ Սա այնպիսի ծանր բեռ է, որը չի կարելի պարզապես անտեսել հանուն սիրո։ Այս հարաբերությունը դառնում է դասական ողբերգական սիրո օրինակ, որտեղ կա սեր, բայց կա նաև արյուն, որտեղ կա ձգտում, բայց կա նաև անանցանելի սահման։ Մանանի լռությունը, նրա երկմտանքը, նրա ցավը, ամեն ինչ ցույց է տալիս, որ նա կանգնած է իր կյանքի ամենաբարդ ընտրության առաջ։ Սերիալի մյուս կարևոր գիծը կապված է Էռնայի հետ։ Պարզվում է, Էռնան անհետացել է։ Սա ոչ միայն անակնկալ է, այլ նաև վտանգի ազդանշան։ Նրա անհետացումը չի կարող լինել պատահական։ Հաշվի առնելով վերջին զարգացումները Հունանի և Ավոյի միջև, շատ հավանական է, որ սա կապված է հենց նրանց հակամարտության հետ։ Եթե Էռնան իսկապես հայտնվել է Ավոյի ձեռքում, ապա դա նշանակում է, որ խաղը մտել է նոր փուլ՝ փոխադարձ ճնշման և փոխանակման։ Բայց եթե նա անհետացել է ինքնուրույն, ապա դա ևս մեկ լուրջ հարց է առաջացնում՝ ինչու է նա գնացել, ինչ է իմացել և արդյոք նա փորձում է փախչել այդ ամենից։ Էռնայի կերպարը միշտ եղել է զգացմունքային, խոցելի, միաժամանակ ուժեղ։ Նրա անհետացումը կարող է դառնալ այն շրջադարձը, որը կբացահայտի շատ գաղտնիքներ։ Եվ այս ամենի ֆոնին տեղի է ունենում ևս մեկ կարևոր իրադարձություն՝ Լեան ու Լեոն բաժանվում են։ Սա շատերի համար սպասված էր, բայց միևնույն ժամանակ ծանր։ Նրանց սերը սկզբից ի վեր պայքարի մեջ էր՝ ընտանիքների թշնամություն, անցյալի գաղտնիքներ, ճնշում Հունանի կողմից, և վերջապես այդ ամենը հաղթում է։ Լեոն, ով սիրում է Լեային, հասկանում է, որ այդ հարաբերությունը ոչ միայն վտանգավոր է, այլ նաև կարող է կործանել նրանց երկուսին էլ։ Իսկ Լեան, լինելով Հունանի դուստրը, հայտնվում է մի իրավիճակում, որտեղ ստիպված է ընտրել ընտանիքի և սիրո միջև։ Այս բաժանումը պարզապես հարաբերության ավարտ չէ, սա երկու աշխարհների բախման հետևանք է, բայց ամենահետաքրքիրն այն է, որ նման բաժանումները գոյամարտում հաճախ վերջնական չեն լինում։ Դրանք դառնում են նոր պատմությունների սկիզբ։ Լեոյի ներսում սա կարող է առաջացնել ավելի մեծ զայրույթ, ավելի մեծ պայքարի ցանկություն, իսկ Լեայի համար սա կարող է դառնալ շրջադարձային պահ հասկանալու, թե ով է նա, ինչ է ուզում իր կյանքից։ Այս ամենը միասին սերիալը դարձնում է առավել ինտենսիվ, քան երբևէ։ Մի կողմից սերը, որը չի կարող իրականանալ, մյուս կողմից մարդիկ, որոնք անհետանում են, և մի աշխարհ, որտեղ ոչ ոք չի կարող վստահ լինել վաղվա օրվա վրա։ Առաջիկա սերիաները խոստանում են բացահայտել, թե որտեղ է Էռնան և ինչ է տեղի ունեցել նրա հետ։ Կշարունակվի Մանանի և Գրիշոյի պատմությունը, կվերադառնա Լեան Լեոյի կյանք, և արդյոք այս բոլոր կոտրված պատմությունները երբևէ կգտնեն իրենց լուծումը։ Մի բան արդեն պարզ է՝ գոյամարտում ամեն ինչ առջևում է, և ամեն մի սերիա կարող է փոխել ամբողջ խաղը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ հեռուստասերիալում իսկապես հետաքրքիր զարգացումներ են, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը տեղեկացված լինելու, միացեք մեր ալիքին և իհարկե չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս սերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ իմանալ։ Իսկ մենք ձեզ համար կպատրաստենք հետաքրքիր նորություններ շատ շուտով։
Գրիշոն վերջապես Մանանին խոստովանում է, որ սիրում է։ Իհարկե նրա համար դժվար էր այդ ամենը խոստովանել, բայց նրա մտքերը Մանանի հետ են։ Մանանի համար այժմ դժվար ժամանակ է։ Մի կողմից նրա հայրը սպանել է իր հորը, իհարկե այդ մասին դեռ ոչ ոք չգիտի, բացի Հունանի ընտանիքից ու Ավոյից, բայց ամեն դեպքում նոր զարգացումներ են սպասվում այս առումով։ Լեոն տանջվում է, քանի որ սիրում է Լեային, հատկապես նրան Արամի հետ տեսնելուց հետո խանդի մեծ զգացողություն է առաջացել, իսկ դա առաջանում է միայն սիրուց դրդված։ Ինչ եք կարծում, Լեոն ու Լիան կմիանա՞ն, թե նրանց կյանքում կհայտնվեն այլ մարդիկ։ Լեային արդեն շրջապատում է Արամը և բնականաբար նրա կողքին է, իսկ Լեոյին արդյոք կհայտնվի մի կերպար, որը Լեոյի կողքին կլինի այն ընթացքում, երբ Լեան կորոշի հեռու մնալ։ Գոյամարտ սերիալ